Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ զրպարտում եւ մեզնից գործողություններ են պահանջում նաեւ նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ դագաղների ու սև ժապավենների խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճվում մեր դեմ պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից իրականացվող ապօրինություններով։ Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետվում, դուք բերեցիք Նիկոլին թեզը, մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը։ Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր, իշխանության փոփոխությամբ, իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր, սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ։ Եվ կարևոր չէ, թե այդ ոչ հեռավոր 2018-ին մոլորվածներն ու միտումնավոր գործողները ինչպես միմյանց օգտակար եղան անձամբ իմ եւ հանրապետական կուսակցության մեր շատ ընկերների դեմ թունավոր 1937 թվականի մեթոդներով կեղտոտ արշավ իրականացնելու գործում։ Փաստ է, որ այսօր այդ տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայհոյում է այս կապիտուլյանտ իշխանություններին, ամեն երրորդը ինքն իրեն սրանց անվերապահորեն հավատալու միամտության կամ մոլորության համար։ Թողեք թող աշխատեն թեզը միայն հիմա չափազանց ուշացումով երկրի համար կործանարար համարողները այժմ էլ որդեգրել են մեզնից մեզ պաշտպանեիք թեզը, ասելով մենք պահանջում ենք իշխանությունից հեռանալ, դուք էլ չլսեիք մեզ, թեկուզ մեզ հրապարակում կոտորելի բնով մնայիք իշխանության։ Նրանք նման բան ասողները առնվազն ազնիվ չեն, եւ ես, եւ նրանք, եւ իհարկե դուք այստեղ գտնվողներդ շատ լավ գիտեք, թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկելն ինչ անհնազանդության ալիք ու քաոս կառաջացներ երկրով մեկ, որքան կմեծանար արտաքին վտանգի ռիսկերը, ինչպիսի դատապարտման տեքստեր կարտասանեին այսօր մեզ մեղադրողները, իսկ գրանտակեր մարդու իրավունքների բազում պաշտպաններն իրենց տեղերի ցուցումով ինչ ջանասիրությամբ կլծվեին գործի։ Մինչդեռ 2018-ից հետո նրանք սորոսական եւ նույն աննպատակ այլ կառույցները կուրացել ու խլացել են, ասես գետնի տակ անցել, քանի որ ցուցում չունեն գործելու։ Ինչու չունեն, դա արդեն մեկ այլ եւ ցավալուն թեմա է։ Մեզ մեղադրողներին միայն կասեմ հետեւյալը. սեփական սխալն ընդունելը, առավել եւս ուղղելը անշուշտ մեծ համարձակություն է պահանջում։ Շատ լավ հասկանում եք, որ 7 տարի առաջ հրաժարականի պարտադրանքի ոգևորության մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դառնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Ընդունել սեփական հանցակցությունը, ունենալ այդքան ազնվություն խոստովանելու, որ ամեն մեկիդ մասնակցությունը հրապարակում թույլ է տվել իշխանազավթին օգտագործել ձեզ իր հեռահար նպատակի համար, չափազանց դժվար է։ Ինչ խոսք։ Այ ուրիշների մեղադրել ամենահեշտն է։ Ուրեմն ինչու չգնալ հեշտ ճանապարհով։ Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ եւ նախրի միջից պատշել ամենաբարձր գոռացողի էշի ճակատը։ Դա կարծես թեւավոր խոսք դառավ սրանց մասին։ Հիմա ուզում եմ վերջին զարգացումները հաշվի առնելով շարունակել միտքս։ Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք։ Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է։ Ցավոք, այս ճանապարհն են ընտրել նաև նրանք,
ովքեր իշխանության հասնելու իրենց քայլերում հաջողություն չունեցան, այդ թվում պայքարի մեր երբեմնի գործընկերները, եւ պարզվում է նրանց անհաջողության մեջ ենք մենք մեղավոր։